Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ ու զրուցակիցս իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խալաթյան, արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ, մասնավորապես նաեւ ընդգծելով տարբեր տվյալ երկրում գործարարությամբ զբաղվողներին, այդ ճնշումները ներկայանալով որպես տվյալ երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ եւ այլն, հետո ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, ասաց ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե, անընդունելի համարեց միջամտություններ ընտրական պրոցեսներին եւ նշեց, որ դրանք ստանալու են արձագանքում, քաղաքացիներին կոչ արեց, որպեսզի դեպքերի ժամանակ զանգահարեն 112, տեղեկությունը փոխանցեն միաշնիկ gov.am էլեկտրոնային հասցեին կամ հայտնեն դրա մասին ազդարարիր.am հարթակի միջոցով։ Մենք փորձենք հասկանանք այս գործընթացի իրավական, կողմը առհասարակ։ Արտաքին հետախուզական ծառայությունը, այսպես ասենք, իր նպատակներին համահունչ տեսնելով այդ սպառնալիքները, գնահատելով դա որպես նաև Հայաստանի անվտանգային սպառնալիք, դրա մասին հայտարարություն է տարածում, իհարկե առանց կոնկրետ երկրի այդ անունը նշելու, կարծում եմ բոլորը կռահում են, թե որ երկրի մասին է խոսքը, եւ մենք պետք է ակնկալենք իրավապահ մնացած համակարգի արդեն արդյունավետ համապատասխան աշխատանք, այստեղ արդեն որոշակի կարող ենք խնդիրներ ունենալ, որովհետեւ մեր իրավապահ համակարգը մեղմ ասած կատարյալ չէ, այսպես ասենք, եթե կարելի է այսպես ձևակերպել։ Նախ այս հայտարարությունը ինչի մասին է եւ ինչու կար հրապարակավ այսպիսի հայտարարություն անելու անհրաժեշտություն, այսինքն այդ սպառնալիքների եւ ռիսկերի մասշտաբը բավականին մեծ է, չէ՞, ենթադրաբար։ Դե իրականում ես կարծում եմ, որ թերի է բոլոր այն հայտարարությունները, որոնք կոնկրետ հասցեատեր եւ կատարող սուբյեկտ չեն մատնանշում, առնվազն գոնե ֆիզիկական անձանց մակարդակով նրանց գտնվելու վայրի առումով, ի վերջո ովքեր են դրթելում են ճնշել, ում են հակել, համագործակցել եւ այլն եւ այլն։ Այնպես օդում արված արտահայտությունները ես կարծում եմ այդ կանխիչ կամ կանխարգելիչ գործառույթը պատշաճ չեն իրականացնում, ի վերջո իրավաբանությունը կոնկրետ փաստերի եւ կոնկրետ անձանց մասին է, չի կարող օդում առանց ուրեմն սուբյեկտի եւ առանց կոնկրետ գործողության նկարագրության, ասենք, լինել հանցագործություն, եւ այդ առումով ես իհարկե տարակուսում եմ եւ սա առաջին անգամը չէ, եւ ընդհանրապես արտաքին հետախուզական ծառայության զեկույցն էլ ըստ էության այդ նույն խնդիրն ուներ, այսինքն եթե օրինակ մենք համեմատում ենք ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում նմանատիպ զեկույցների հետ, ապա դուք այդտեղ կտեսնեք բովանդակային լրջագույն տարբերություն օգուտ ամերիկյան զեկույցների, այնտեղ դու չես տեսնի այդպես վերացարկված ինչ որ խոսույթ, կոնկրետ վտանգներ, կոնկրետ ռիսկեր, կանխարգելման եղանակներ, չեմ ասում դետալացված, իհարկե որոշակի կարող է գաղտնի տար լինել, որոշակի անկախատեսելիության, ի վերջո ամեն ինչից կարող policy paper-ներում կամ նմանատիպ փաստաթղթերում զետեղել, բայց գոնե այդ մեսիջը, որը հղվում է հանրությանը, այն էլ իր բնույթով փակ կառույցի կողմից, ասենք արտաքին հետախուզական ծառայություն, եթե դու դա հանրայնացնում ես, ուրեմն պետք է պատշաճ թափանցիկություն ապավես, հակառակ պարագայում դա կարող է մնալ օպերատիվ հետախուզական գործունեության տիրույթում եւ կարիք չկար հանրությանը որևէ մեսիջ փոխանցելու, որովհետև այդ մեսիջը իրականում ոչ մի բանի մասին է։ Այսինքն այդ մեսիջի հասցեատեր քաղաքացիները բավարար չափով որոշակի ինֆորմացիա չեն ստանում իրենց վարքագիծը համապատասխան կառուցակարգելու համար։ Այսինքն այստեղ գուշակությունների լայն սպեկտր, ինչ որ մարդիկ է կարող են ասել գուցե դրանք ասենք մենք ասում ենք ռուսական, ենթադրենք, մենք կարող ասենք գուցե թուրքական է, ադրբեջանական, պարսկական, իսկ ինչու ոչ, այսինքն իսկ ով է ասել, որ Հայաստանում ասենք բխտոր ջրուձուկ են որսում միար ռուսական, ասենք համապատասխան ադեպտները։ Ուզում ասեմ, այս առումով մենք
ես այդտեղ խնդիր եմ տեսնում եւ բացարձակ այդտեղ որևէ շատերը կասեն որ դա ինչ որ ինքնիշխանության բարձրացման մասին է խոսում, ինքնիշխանության բարձրացման մասին մենք կարող ենք խոսել, երբ որ կոնկրետ հասցեատեր առնվազն չեմ ասում պարտադիր չէ ասել Ռուսաստան ամբողջացնել կամ ընդհանրացնել Ռուսաստանին մատնանշելով, բայց ովքեր են, ինչպես են, որտեղ են, ինչպես են հակել, ճնշել եւ այլն։ Հենց Քավլեցի ես ոչ թե հերքում եմ, որ այդպիսի բան կարող է լինել, ես հստակ գիտեմ, առնվազն ես ինքս գիտեմ, տարբեր տեղերից լսել եմ, որտեղ ինչպես ոնց, ինչպես են պատրաստում ինքնաթիռով, ասենք, տասնյակ հազարավոր մարդկանց կռասնոդարներից բերել այստեղ եւ ապահովել իրենց ներկայությունը եւ քվեարկությունը, հա։ Հիմա բայց ես քաղաքացի եմ, ես չունեմ գործառույթ, ասենք իմ ունեցած բավական երբեմն հավաստի տեղեկատվությունը իրազեկելու հանրությանը, հա, դրանց համար պատկան մարմիններ կան, հա, եւ ստացվում է, որ կոնկրետ մարդիկ կարող են ավելի շատ իրազեկված լինել իրենց աղբյուրներով, քան լայն հանրությունը, որը որ այդ դեպքում ակնկալում է կոնկրետ պատկան մարմնի, այսպես ասենք, տեղեկատվության փոխադրում։ Իսկ որ այդ վտանգը կա եւ ավելին ասեմ, Հայաստանում կա Ռուսաստանից անվերահսկելի քաղաքական նպատակներով ուղարկվող փող, դա անզեն աչքով էլ երևում է, ընդհանրապես պրպտեք համացանցում եւ կտեսնեք այն շքեղ ստուդիաները, այն այսպես շքեղ անտուրաժով նորօրյա դեմքերը, հա, նրանց անգամ եթե մի քիչ խորանանք նկարահանող սարքերի որակը, այդ խմբերը, որոնք բավական այդ դեզինֆորմացիայի վրա մասնագիտացած ուղղակի ռոպեական ճշգրտությամբ ուրեմն այդ տեսանյութերն են պատրաստում, այսինքն բական հայտ է, այսինքն այդտեղի ճոտ նորություն չկա։ Նորությունը կոնկրետ դեպքերի բացահայտումն է եւ հասարակական մեսիջի հաղորդումը, որը չի արվում։ Եվ այդտեղ մենք չենք կարող խոսել կոնկրետ ձեր նշած կառույցի գործունեության արդյունավետության մասին, գոնե այնքանով, որքանով իրենք մեզ տեղեկացնում են Քավլեցի, գուցե օպերատիվ մակարդակում արվում են բաներ եւ վնասազերծվում են մարդիկ, որը որ օպերատիվ տիրույթում բավականին տարածված է, այսինքն ամեն ինչը որ պետք է ներկայացնել, բայց եթե դու գնում ես հանրության հետ կոմունիկացիայի, գոնե քո, այսպես ասենք, աշխատանքային բարի համբավը այսպես ասենք ապահովելու համար դու պետք է պատշաճորեն կոմունիկացես հանրությանը, վերջը ինչի մասին է խոսքը։ Շատ լավ, այս հայտարարությունը այո, բացում է էլի, այսպես ասենք, թեմաները քննարկելու անհրաժեշտություն, մեկը ձեր հենց մատնանշած Ռուսաստանից եկող ֆինանսական միջոցներ քաղաքական նպատակներին ծառայելու համար։ Ոչ մեկի համար դա գաղտնիք չէ, բայց հիմա մեր հույսը որ իրավապահ համակարգն է, որը որևէ մի այդպիսի դեպք մեծ ցույց չի տվել, որ իրավապահ համակարգն է այս դեպքում, եթե հիմնվենք նրա վրա, որ արտաքին հետախուզությունը այո, շատ լավ աշխատել է եւ այդ մասն էլ մեզ թեկուզ այսպես մի քիչ անանուն, այսպես ասենք, բայց իրազեկում է։ Որ իրավապահ համակարգի, որը օրինակ միջև այսօր 3 ամիս առաջ ազգային ժողովում վարչապետը հայտարարում է, որ օրինակ դաշնակցությունը զերո ֆինանս ցույց տալով ֆինանսական կառավարում է իրականացնում եւ մենք տենց էլ չգիտենք այդ փողերը որտեղից, այս իրավապահ համակարգի մասն է խոսքը, կամ այն իրավապահ համակարգի, որ միջև այսօր մի գործ չկա վերջացած ընտրակեղծարարության, որը նաև բել է պետության զավթման, հա, մասնակցած քաղաքական ուժերի կամ դրանց առաջնորդների մասով, որ իր համակարգը էլի պիտի գնա կանխարգելի այդ արտաքին միջամտությունները։ Տեսեք, իրականում ես նաև գոնե անձամբ կարող եմ կասկած հայտնել առայն իսկ արդյոք մեր իրավապահ համակարգի հարգարժան ներկայացուցիչները ընդհանրապես պատկերացնում են ինչի մասին է խոսքը, հա, ընդհանրապես ես վստահ չեմ, որ քաղաքական եւ քաղաքացիական գիտակցությունը իրավապահ համակարգի պրոֆիլային ստորաբաժանումներում այն աստիճանի, որ իրենք ընդհանրապես հասկանում են ինչի դեմ պետք է պայքարել, հա, որովհետեւ նաեւ չմոռանանք, որ իրավապահ համակարգում, եթե դատական համակարգում որոշ չափով արվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ես անձամբ անկեղծ լինեմ ձեզ հետ, ես գոնե որպես մասնագետ պահելով, այսպես ասենք, կոռեկտության սահմանները, ասեմ, գոնե տեղեկացված չեմ
իսկ ինչ է արվել օրինակ հնչական եւ դատախազական համակարգումի վերջո թիրախում հայտնվում են դատավորները, բայց չմոռանանք, որ քրեական գործը որպես պրոդուկտ, որը բերվում է դատարանը, դրա տերերը, հեղինակներն են, քննիչներն ու դատախազներն են, որոնք որ նախին համակարգի հետ շատ շատերը ես անձամբ նաեւ հականե անվանը գիտեմ, շատ շատերն կա բարձրաստիճան դատախազ, որը ժամանակին մարտի 1-ի գործով ասենք ցուցարար է խոշտանգել, իսկ այսօր ինքը անխոչնդոտ կարիերային աճ է գրանցում։ Այդպիսի մարդկանց էլ գիտեմ, հականե անվանը գիտեմ։ Եվ դրա համար ես այստեղ խնդիր եմ տեսնում եւ մենտալ դաշտում, այսինքն քաղաքացիական ու քաղաքական գիտակցության դեֆիցիտի մասին կարող ենք խոսել անգամ շատ-շատերի մոտ իրավապահ համակարգի ներկայացում, դուք մինչեւ պրոֆեսիոնալ տիրույթը։ Օրինակ մենք տեսնում ենք եւ դա հիբրիդային պատերազմի շատ տարածված գործիքներից է, որը Հայաստանում կիրառվում է, ընդ որում կիրառվում է տխրահրճակ հայոյախոս բլոգերից սկսած մինչև նրանից, այսպես ասենք, նրա աշակերտներ, նրանից սովորող այլ բլոգերներ, հայոյախոսություն, սրբությունների անվանարկում եւ այլն, որը ակնհայտորեն Հայաստանի բարոյական ավանդական հիմքերը խարխլելուն ուղղված թշնամական գործողություն է։ Հիմա մի հատ խնդրում եմ ինձ ցույց տվեք, իս որ մի քրեական գործով է ինչ որ մեկը հայտնվել ճաղերի հետում, իսկ կա այդ մենտալ մտածելակերպի այն մասշտաբը, որ ծառի հետևը անտառը տեսնի եւ ավելի լայն ցանց բացահայտի որպես դիվերսիոն գործողություն։ Վերջո դիվերսիան միայն բանը չի, ասենք կամուրջ պայթեցնելը կամ եւ այլն, այսինքն ես այստեղ համալիր խնդիր եմ տեսնում կարողանալ չանել կամ ուզենալ անել չկարողանալ, որը երկուստ էլ կարող է լինել, հա, այսինքն ես այստեղ լրջագույն խնդիր եմ տեսնում եւ ամենևին երբեմն հիմա ես նաեւ փորձեմ իմ պաշտպանության տակ առնել նաեւ դատավորների, երբեմն նաեւ դատավորները հանիրավի են քննադատվում, որովհետեւ դատավորը գործ ունի ես քրեական գործերի մասին եմ տվյալ պարագայում խոսում, այն պրոդուկտի հետ հանձինս քրեական գործի, որը իրեն ներկայացնում է մեղադրանքի կողմը։ Դատավորը նաև չունի էլ այդ լիազորությունը, որտեղ ինքը մեղադրանքի կողմ չէ։ Ինքը չունի էլ այդ լիազորությունը, այսպես սեփական որոնողական փաստահավաք գործունեություն իրականացնելու, բայց սլակները մշտապես ուղղվում են դատավորների կողմը, բայց արդյոք բավարար բարեխեղճությամբ եւ բավարար որակով է նախապատրաստում քրեական վարույթը դատաքննության եւ դրա համար ես հանուն ճշմարտության բավականին այսպես սկեպտիկ եմ մոտենում նման անգամ process-ների վերջնարդյունքին, որովհետեւ ես վստահ եմ, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները այդ քաղաքական, քաղաքացիական գիտակցությունը եւ պրոֆեսիոնալ որակները ունեն, որպեսզի նման մասշտաբի գործ բա դրա համար առնվազն գիտեք, դրա համար առնվազն պետք է յուրաքանչյուր քննիչ եւ դատախազ իր հոգու խորքում հարց տա իրեն, ինչ է տեղի ունեցել 2018 թվականին, դա հեղափոխություն էր թե չէ, ինչի դեմ էր ուղղված ժողովրդի պորտկումը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես վստահ եմ, որ այդ համակարգի ներկայացուցիչները 18 թվականի հեղափոխության հետ հաշտ են։ Եթե դրանք հաշտ չեն դրա հետ, ուրեմն նաեւ չեն կարող բավարար ջանասիրությամբ քննել նմանատիպ գործեր, որովհետև դրանք հենց այն շոշափուկների ձեռամբ է արվում, որոնք այսօր մնացել են 2018 թվին մերժված քաղաքական ռեժիմից։ Սա կարող է, այսինքն այս տեղեկությունը եւ հնարավոր դրա դրսևորումները կասկածի տակ դնել 26-ի խորհրդանական ընտրությունների լեգիտիմությունը։ Լեգիտիմությունը ոչ, որովհետև բոլոր դեպքերում մենք այստեղ այլ բանի հետ գործ ունենք։ Ֆենոմեն է, որը 18 թվականից հետո Հայաստանում արմատավորվեց, երբ իշխանությունը չի կեղծում ընտրությունները, բայց նույնը չես կարող ասել որոշ ընդդիմադիր կամ հակաիշխանական շերտերի կողմից, այստեղ ուրիշ խնդիր է, թե արդյոք իշխանությունը եւ հասարակության առողջատվածը կկարողանան հակազդել այդ տեղեկատվական դիվերսիաների։ Եվ արդյոք մենք խորհրդարանում կունենանք լիարժեք իշխանություն ընդդիմություն տանդեմ, թե նորից կունենանք բան իշխանության դիրքերը, այսպես ասենք, այլ երկրների ուրեմն թելադրանքով գրողող ինչ որ խմբեր, ըստ Փաշինյանի այդպես է լինել։ Եվ իշխանությունը, որը, այսպես ասենք, պաշտպանական ռեդուտներով պարզապես պատնեշավորվում է եւ փորձում է դիմակայել։ Եթե այդպես է, ապա մենք այդտեղ ոչ թե ընտրության լեգիտիմության
թեպետ կարող ենք խոսել ընդդիմության ապալեգիտիմացման մասին այդ դեպքում, բայց բոլոր դեպքերում կարող ենք խոսել լիարժեք ժողովրդավարական քաղաքական համակարգի բացակայության մասին, որովհետև որքան էլ որ իշխանությունը լինի լեգիտիմ, եթե չկա լեգիտիմ եւ կարողունակ եւ ժողովրդավարական արժեբանությամբ առաջնորդող ընդդիմություն, դու չես կարող ունենալ լիարժեք գործող խորհրդարան, որտեղ վերահսկողությունը գործադիրի նկատմամբ իրականացնում է հենց ընդդիմությունը, բայց գործադիրի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար նախ դու պետք է ունենաս այդ առաքելությունը, իսկ իրենց առաքելությունը կոնկրետ շրջանակների, ովքեր որ եթե ֆինանսական եւ այլ ուրեմն այսպես ասենք սողանցները չփակվեն իրենց առաջ, այդ խմբերը ամենևին ուրեմն պետության, արդյունավետության ջատագով չեն, նրանք պետության ջլատման ջատագով են, որպեսզի արդարացնեն, ինչպես վերջերս մեկը կար ասում էր միութենական պետություն մտնենք, որպեսզի արդարացնեն այն, որ դե չենք կարողանում էլի պետություն ունենալ, այ դա է մինչև քոքը մաշեցնելու նպատակը, հա, որպեսզի ժողովրդի մոտ սերմանեն եւ նաեւ եթե հնարավոր է իրենց տեսանկյունից ի ցույց դնեն Հայաստանի Հանրապետության դեֆոլտը որպես պետություն։ Բայց ինչու Հայաստանի Հանրապետությունը ջրել, բայց միաժամանակ նույն Վիտալի Բալասանյանը ասում էր, որ Արցախի դեպքում միայն անկախություն, ուրիշ ոչինչ, Ռոբերտ Քոչարյանը ասում էր Հայաստանի անկախությունը քննարկման հարցը Արցախը անկախ պետություն է։ Տենց էին ասում, տենց իրենց ինստրուկտորները այդպես են ասել։ Իրենք քաղաքական դեմքեր չեն, որպեսզի իրենցից ակնկալել ինչ որ շատ խորաթափանց քաղաքական խոսույթ։ Ինստրուկտորները այդպես էին ասում, իսկ հայտնի չէ, որ Արցախին եւ Հայաստանին իրար դեմ հանելու, Արցախի եւ Արցախն ու Հայաստանը միմյանցից տարանջատելու համար 1994 թվականի զինադադարից սկսած հայտնի եւ անհայտ երկրներն ու անձինք ահռելի ջանքեր են գործադրել եւ ցավոք սրտի հաջողել են։ Հայ ժողովրդի մոտ Արցախի հանդեպ ապաթիայի ձևավորումը արվում էր համապատասխան ուրեմն այդ թվում Արցախյան ցակում ունեցող շրջանակների այսպես ասենք Արցախում իշխանության բերելով, Հայաստանում իշխանության բերելով, ընդ որում Արցախի այսպես ասենք փառապան ժողովրդի վատագույն զավակներին եւ նրանց վարկաբանության արդյունքում նաեւ պղծելով Արցախյան շարժման այսպես ասենք գաղափարական ակունքները։ Հիմա արդեն Արցախի հարցը ըստ իրենց ավարտելով, հիմա անցել են արդեն բուն Հայաստանին։ Ակնհայտ, այսպես ասենք, էվոլյուցիա է, ցավոք սրտի ճակերտավոր։ Հիմա արդեն փորձում են ցույց տալ, որ Հայաստանի լինելն էլ առանձնապես այդպես կարև։ Ի վերջո չմոռանանք, որ Արտաշես Գեղամյանը հանգուցյալ ժամանակին այսպիսի բաներ չի ասում, բոլորս միանանք, ընդ որում հատկանշական է, որ կարծեմ Բաքվում ԵԱԿ վեաժողովի նիստին ասում էր, եթե Եվրասիական տնտեսական միության մեջ եւ ընդհանրապես միութենական պետության մեջ մտնեն Հայաստանն ու Ադրբեջանը, էլ կապ չի ունենա թե ումն է Ղարաբաղը, որտեղ բոլորը կլինեն մեկ պետության մեջ։ Այսինքն այդ մարդկանց մտայնությունը, անունները Վիտալի Բալասանյան, Արտաշես Գեղամյան էական չէ։ Էական է թե ինչ են ասում իրենց ինստրուկտորները, իսկ իրենք արդեն 30 տարի է նույն բանն են ասում։ Լավ, ինչպես պետությունը եւ հասարակությունը պիտի հակազդի այս ամենին, հա? Հասարակության դերը այստեղ որն է։ Հաշվի առնելով, որ էլի մենք իրավապահ համակարգի նկատմամբ այնպես չի ինչ որ այսպես բացարձակ վստահություն ունենք։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական վերահսկողությունն է այդ բանալ, ինձ ցավոք սրտի իշխանության կողմից էլ մենք չենք տեսնում այդ հատուկ հայլերը, գուցե խնդիրը ինստիտուցիոնալ ուրեմն այդ բալանսը պահելն է, քաղաքական իշխանություն, իրավապահ համակարգ, այդտեղ գուցե իշխանությունը ողջամտորեն կաշկանդված է, բայց այ քաղաքացիական վերահսկողությունը, որ օրինակ հասարակական կազմակերպությունները կարող են անել առողջ, քաղաքական ուժերը կարող են անել, այդ թվում մասնագիտական պատշաճ որակի, այսպես ասենք, առաջարկներով, եթե կուզեք ծրագրերով, եթե կուզեք նաև քաղաքական ակցիաներով կամ քաղաքացիական հստակ ձևակերպված պահանջ, որ մենք չենք ուզում, որպեսզի կասկածելի փողերով կասկածելի անձինք Հայաստանում զբաղվեն քաղաքականությամբ։ Չենք ուզում, հայ ժողովուրդը չունի այդպիսի ցանկություն, որպես սահմանադիր հայ ժողովուրդը ուզում է տեսնել սահմանադրության առաջին եւ երկրորդ ամփոփող հոդվածներին հավատարիմ քաղաքական ուժեր միայն։ Իսկ դա արդեն իհարկե քաղաքացիական հասարակության
ինքնակազմակերպման մակարդակից է կախված։ Դե երևի օրինակ հաջորդ ոդքասթի ժամանակ Ռոբերտ Քոչյանը Իրանին բացի Հայաստանին հարվածելու հրավերներ անելուց կարող է ակնարկել, որպեսզի Իրանը եւս միջամտի այս process-ներին ընտրական, որովհետեւ միջամտում է Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, դե Ռուսաստանը։ Դե հրան Բագրատյանը ոնց էր ասում էր ես էլ նեի Ալիևի տեղը կհարցակվեի, չէ՞, ասենք դե հասկանում եք, հիմա օրինակ դուք կարող եք պատկերացնել, որ Իսրայելում ինչ որ մեկը, օրինակ, որին օրինակ Բենյամին Նետանյախուին ատում են շատ շատերը Իսրայելում, բայց ես օրինակ չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը եթերով ասի օրինակ ես լինեի Համասի տեղը կխփեի այ Իսրայելի այս բնակավայրի եւ հիմա, որտեղ հիմա ժամանակն է, հա, ես օրինակ չեմ եւ նաեւ չեմ պատկերացնում թե ինչ կլիներ այդ մարդու հետ դրանից հետո, ասենք օրինակ Մոսադը եւ մյուս հատուկ ծառայությունները ինչ կանխարգելիչ միջոցներ կձեռնարկեին այդ մարդուն այլևս հանրային դաշտից հեռացնելու համար։ Իսկ մեզ մոտ բանա, ես կարծում եմ դա ժողովրդավարություն չի, իրականում դա կակաֆոնիա է, դա քաոսային եւ քաոսացին այսպես բանա, ռուսերեն կա այդպիսի բառ երաշխության մեջ մնագագալոսիա է, երբ որ բոլորը այդ բազմաձայնություն է, որ բոլորը ամեն ինչից խոսում են, խառը ոչ իրենց մասնագիտական տիրույթի մեջ մտնող, ոչ ամենևին պետականամետ դիրքերից եւ ամեն ինչ թույլատրված է ընդհանուր միջև ակնհայտ վնասարարություն տեղեկատվական, բայց մեկ էլ հանկարծ մի հայտարարություն է ծնվում, որտեղ էլի որևէ մեկի անունը չի տրվում, ասում են ինչ որ գործարարներ, ինչ որ երկրում, ասենք օրինակ Մալդիվներ, գուցե Մալդիվներն են միջամտում, պետությունա չէ վերջո, եւ դրա համար դա չի ծառայում բուն նպատակին։ Դե դեպքում գոնե ասեք օրինակ ենթադրենք Կրասնոդարի մարզի, այս ինչ քաղաքում, այս ինչ ասենք, չգիտեմ, ռուսական ազգանով այս ինչ մեկը։ Չէ, բա որ այդ դեպքում էլ կասեն մենք այդ մարդկանց դնում ենք հարվածի տակ։ Չէ, թող ում որ ճնշում են դրա անունը չտան, բայց եթե գիտեն ով է ճնշում, գոնե իր անունը տան կամ գոնե երկրամասի անունը տան։ Հակառակ պարագայում դե նորմալ է, չէ՞ որ մարդիկ կարող են ասոնակ չեմ բացառում, կարող թուրքական հատուկ ծառայություններն են, այսինքն այնպես չի որ միայն ռուսներն են, չէ։ Դե հա, հիմա ասենք ինչ հասկանա շարքային քաղաքացին։ Ումից պաշտպանվի եւ ինչից պաշտպանվի կամ ումից զգուշանա եւ ինչից զգուշանա։ Իրանում տեղի ունեցողը կարող է ներքաղաքական ճնշման գործոն բաղադրիչ լինել մեզ համար։ Դե տեսեք, իրականում մեզ համար ամենևին դրական զարգացումներ չեն տեղի ունենում, որովհետև նայեք, ստացվում է հետևյալը, մի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք կնքել ենք եւ իրականում դա է հիմնական կռվանը, որ Ադրբեջանից մենք այսօր ունենք հարաբերականորեն պաշտպանված վիճակ, կնքել ենք համապատասխան համաձայնագրեր, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր պատերազմի մեջ է մտել ուղիղ թրիփի հարևանությամբ գտնվող պետության հետ, ընդ որում պատերազմ, որի նպատակները կարծես սրբագրվում են հնդածս եւ ամեն օր մենք լսում ենք տարբեր ուրեմն հայտարարություններ, հա հիմա ըստ Տրամպի վերջին հայտարարությունների կարծես հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է ելքեր գտնել, որ դուրս գա այս պատերազմից, այսինքն սա իհարկե լավ նորություն չէ Հայաստանի համար եւ նաեւ ճակերտավոր լավ նորություն է այն հակապետական տարերի համար, ովքեր թրիփը տեսնում են որպես ռուսական ազդեցության նվազման խոչընդոտ։ Եվ իրանք հիմա կարող են իհարկե իրենց քաղաքական խոսույթը կառուցել թրիփի անարդյունավետության շուրջ, նո այնքան ժամանակ, քանի դեռ իհարկե եթե պատերազմը օրինակ աստված մի հարացետևի տարիներ ակնհայտ է, որ թրիփի արդյունավետությունը կարող ենք ինչ որ առումով համարել թերի։ Այստեղ միայն ուղղակի քանի որ մենք հանդես ենք գալիս պետականության պաշտպանության դիրքերից, մենք պետք է ասենք, որ թրիփի ամենակարևոր բոլոր դեպքերում կռվանը մնում է, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգային հովանոցն է, բայց ուժելու է տնտեսականը բնականաբար, բայց անվտանգայինը իհարկե, այսպես ասենք, քննարկման ենթակա չէ, բայց ընդհանուր ծրագրի իհարկե գլոբալ արդյունավետությունը կախված է մեր սահմանակից պետությունում, Իրանում իրավիճակի կանոնավորումից, ընդ որում կապ չունի քաղաքական ռեժիմը կմնա թե չի մնա նույնը, դա արդեն Իրանի ներքին գործ է, բայց կարևոր է, որպեսզի Իրանը ուրեմն դառնա կանխատեսելի գործընկեր միջազգային հանրությամբ։ Հակառակ բանական թրիփը բնականաբար 100%-ով չի կարողանա աշխատել, գոնե տնտեսական մասը հասկանում ենք, որ
լինելու է բավականին խնդրահարույց, քանի դեռ այս վիճակն է։ Իսկ կողմերից որևէ մեկը հասնում է նպատակներին։ Ես կարծում եմ, որ այսօր դա մոտավորապես նման է այդ Բաքում, երբ լինում են անկանոն կռիվներ, հա, բոլորը բոլորին ծեծում են, ես կարծում եմ, որ կողմերից եւ ոչ մեկը այս պատերազմում իր նպատակներին չի հասնում եւ որ բայց ամենավտանգավորը այն է, որ եթե Տրամպը չհաջողի իր վերջնանպատակում, դա լուրջ իմիջային հարված կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ կարծում եմ Տրամփի քաղաքական ճակատագիրը եւ ավելին, չէ, շատերը մեծադղորդ խոսում էին, որ այ Տրամփից հետո կլինի իր ժառանգորդը եւ այլն, ես կարծում եմ խաչ կքաշի Տրամփի քաղաքական ապագայի կամ տրամպիզմի մագայի որպես քաղաքական այսպես սուբյեկտի ապագայի վրա, որովհետև ստացվում է, որ Տրամպը ինչին դիպչում է, ու Աստված մի արած է թրիփի դեպքում ինչ չէ, բացի թրիփից հուսանք, բայց բոլոր դեպքերում կիսատ է թողնում կամ ինչ որ այսպես անհասկանալի իրավիճակ է առաջանում։ Մի կողմից ուկրաինական ճակատում դու Ուկրաինային չես պաշտպանում, ըստ էության, համարելով դա պատերազմ, որը դու չես սկսել, բայց առանց բավարար հաշվարկի, հա, կարծես դու մտնում ես մեկ այլ ուրեմն պատերազմի մեջ, որը ըստ էության ոչ միայն դեռ մի կողմ թողնենք արդյոք դիվանագիտական բոլոր բաները սպառվել էին ռեսուրսները, դրա մասին չեն կարող այսպես հիմնավոր դատել, բայց ակնհայտ է, որ դու բավարար չափով չես հաշվարկել վերջնարդյունքը, ի վերջո, եւ ավելին ասեմ, ես կարծում եմ, որ դա այսպես զարգանան իրադարձությունները, սա կարող է այաթոլաների քաղաքական ռեժիմին կենթանության նոր շունչ հաղորդել, որովհետև էրոզիայի ենթարկվող քաղաքական ռեժիմը, որը կքած է տասնամյակներով ուրեմն պատժամիջոցների ներքո, դու հիմա ստեղծում ես պաշարված բերդի կերպար, այսինքն նպաստում ես, որ ձևավորվի Իրանի ներսում, եւ դա կնպաստի իրանական հասարակության կոնսոլիդացմանը ռեժիմի շուրջ իտես արտաքին վտանգի, այսինքն եթե այսպես շարունակվի, սա կարող է նաև ունենալ հենց այդ իրավիճակ, այսինքն կարող է օրինակ Իրանը էլի տասնամյակներով մնալ այս տնտեսական վիճակում, ասենք Հյուսային Կորեան ավելի վատ վիճակում է, բայց կարծես շարունակում է, հա, գոյատևել, բայց քաղաքական ռեժիմի լեգիտիմությունը կարող է ավելի ամրապնդվել, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներին չպարտվելը հաստատապես կարելի է ներսում ծախել որպես հաղթանակ։ Թրամփը եւ Պուտինը հեռախոսազրույց ունեցան, ըստ Թրամփի Պուտինը հիացած էր Ամերիկայի գործողություններով Իրանում, թե ինչպես են իրականացնում, եւ հետո ասաց դե նավթի գներ եւ այլն, որոնք ինչ որ աստղաբաշխական թավերի են հասել, Ռուսաստանի դեմ սանկցիաների վերացում կամ մեղմացում եւ այլն, մինչեւ այտենց գները կարգավորվեն, այս լինի են լինի։ Ռուսաստանը կարծես լավ շահեկան այսպես դիրքավորված է այս իրավիճակում, չէ՞։ Ես կարծում եմ, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը գոնե դիվանագիտական ուղիներով պետք է իր ֆորմալ դաշնակցի հետ խոսի եւ հետաքրքրվի թե ինչով է այդքան հիացած Պուտինը, չէ՞ որ իրենք ունեն համընդհանուր համապարփակ ռազմավարական գործընկերության ուրեմն համաձայնագիր, որի վրա դեռ կարծես թե թանակն էլ չի չորացել, բայց ինչպես Բիսմարկն էր կարծեմ ասում, Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը ավելի քիչ արժե, քան այն թուղթը, որի վրա որ այն գրվել է, հա, որովհետև այստեղ ընդհանրապես Ռուսաստանի դիրքավորումը ես կարծում եմ բացարձակ մերկանտիլ է եւ այդ թվում նրա համար զո գնաց նաեւ Արցախը, որովհետև Պուտինի կառավարման վերջին տարիները իրապես աչքի են ընկնում գաղափարական դեգրադացիայով, այսինքն ընդհանրապես որևէ գաղափարաբանություն այլևս Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ կարելի ասել գոյություն չունի։ Գոյություն ունի նավթ, գազ եւ շահավետ գործարքներ, ընդհանրապես։ Դրա համար նույն Իրանի Իսլամական Հանրապետությունը, երբ ցավալիորեն пассив էր 44 օրյա պատերազմի ժամանակ եւ ինչ որ սին հույսեր էր կապում Ռուսաստանի հետ, ես կարծում Տրամփի վերջին հայտարարությունից հետո պետք է հասկանան, որ
մի խոսքով Պուտինը ում ձեռքով բարևում է, այդ Պաշտոնյայի հետ վերջերս ինչ-որ բաներ են կատարում։ Վերջը լավ չի լինի։ Հա, հիմա մնում է երևի թե բարևել հերավորության վրա, գուցե դրանով փրկվեն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանն էր, մնացեք առաջինի հետ րոպեներ անց կվերադառնանք։